1846 թվականը Եվրոպայում նախահեղափոխական տարի էր, իսկ 1848-ին բռնկվեց համաեվրոպական հեղափոխություն, որը բերեց Բուրբոնների դինաստիայի վերջին Ֆրանսիայում, գերմանական շատ պետություններում տեղի ունեցան հեղափոխություններ, Ավստրիայում հունգարացիների ապստամբությունը, որից ավստրիական գաղափարքեց Նիկոլայ I թագավորը, Ռուսաստանի, ինչի պատճառով նրա թոռը Ալեքսանդր III-ն ասում էր, թե պատմության մեջ երկու աղմաղ կա, իմ պապը, որը ավստրիական դինաստիան փրկեց հունգարացիներից, եւ Լե թագավոր Յան Սոբեսկին, որը Վիեննան փրկեց թուրքերից 1683-ին։ Այն ժամանակ այսօրվա Գալիսիան, Վոլինը եւ արևմտյան Ուկրաինայի զգալի մասը գտնվում էր Ավստրիայի կազմում, այն բանից հետո, երբ 1772-ին, 73-ին եւ 95-ին, այսինքն բոլոր եկած Տերինայի երկրորդի ժամանակ, Լեհաստանը որպես անմեղսունակ պետություն, Եվրոպասի երեք տերություն, Պրուսիան, Ավստրիան եւ Ռուսաստանը կիսեցին իրենց մեջ։ Ինչևէ, Գալիսիան գտնվում էր Ավստրիայի կազմում եւ Գալիսիայի բնիկ բնակիչներին այն ժամանակ ուկրաինացի տոպոնիմ չկար, էթնոնիմ չկար, ռուսին էին անվանում։ Դրանց մի մասը կաթոլիկ էր, մի մասը ուղղափառ էր մնացել եւ շատ դաժան էր Ավստրիայում ճորտատիրությունը։ Այդ ուկրաինացիների նախնիները, այդ ռուսինները տարեկան 312 օր աշխատում էին իրենց խազայինների համար, նոր 50 քանի օրը մնում էր իրենց, իսկ եթե երաշտ էր լինում կամ այլ ոյ բարենպաստ պայմաններ, այդ մարդիկ սովի էին մատնվում եւ ատելությունը առ Լե շլյախտան բանդերականների պապիկների մոտ առելի էր, շատ մեծ էր, չափազանց մեծ էր։ Եվ երբ 1846-ին շլյախտան լեական դիմում է Ավստրիայի կայսրին, ոչ թե դիմում է, փորձում են ինչ-որ լրացուցիչ ավտոնոմիա ստանալ եւ այլն, այս կոմենկոմ մի խոսքով սկսում են հավրգել բանդերականների այսօրվա պապիկներին հրահանգ է գալիս, հրաման ասեմ, թե հորդոր ասեմ, անձամբ Ավստրիայի կայսրից, որտեղ ասում է, որ կայսրը կասեցրել է 10 պատվիրանների գործողությունը Գալիսիայի տարածքում։ Մի քանի օր ժամանակ ունեք, ինչ ուզում եք արեք, ոնց ուզում եք վարվեք ձեզ տանջող շլյախտիչների հետ։ Բանդերականները գործ էին անցնում։ Ուրեմն դիմում են այն ամենաայլանդակ քայլերին։ Սպանում, վերացնում, բնաջնջում են լեհերին, այսինքն իրենց խազայիններին ընտանիքներով։ Մեր ու մանուկ տարբերություն չեն դնում։ Կայսրը բաշխիավճար է նշանակում, ասեն ամեն լե դիակի համար այսքան փող։ Սրանք դե քանի որ ժամանակ են բանդերականները afերից ու թալան չի եղել, մի դիակը կիսում էին երկու մասի, տանում որպես երկու սպանված լե հանձնում էին այդ համապատասխան տեղը։ Ինչևէ, սրանք այնքան հավրգեցին, որ մոտավորապես իրավիճակը սկսեց նմանվել Մաոյի ժամանակվա Չինաստանի խունվեյբինների հետ, երբ դրանք է դուրս եկան խունվեյբինները Մաոյի կոնտրոլից եւ Մաոն սկսեց դրանց վերացնել։ Նույնը կայսրը գործը հասավ նրան, որ ավստրիական կայսրական բանակը սկսեց վերադաստիարակել, սաստել բանդերականներին, քանի որ եւ արյան համներ ընկել դրանց բերանը եւ փողը։ Առելի անասելի դաժանություններով նրանք վերացրել են իրենց շլյախտիչներին եւ առնվազն 5000 զոհ է ունեցել Գալիսիան, փաստորեն ողջ մեծ հողատերերը վերացան։
Այդ ժամանակ ոստիկանության պետը, ավստրիացի գեներալ Գալիցիայի ոստիկանության պետը, ավստրիացի գեներալ Զախեր Մազոխն էր։ Եվ նա ուներ փոքր տղա, 10 տարեկան, 1836-ին ծնված։ Եվ այդ երեխան տեսել է բանդերականների առելի վայրագությունները իր աչքով։ Ըստ այդմ ստացել է լրջագույն հոգեկան խանգարումներ, նրա անունը Լեոպոլդ էր, Լեոպոլդ Զախեր Մազոխ, եւ երբ մեծանում է, դառնում է գրող։ Գրումը աննորմալ բան էր։ Ամուսնանում է։ Երևի պատմության առաջի ամուսնական կոնտրակտը ինքն է ստորագրում իր կնոջ հետ, որտեղ կոնտրակտի մեջ պարտադրում է, որ կինը ամեն օր իրեն տանջի, մինչև գերեզման, հետո հետ բերի, հետո մյուս գիշեր նույնը, այն ամենա աննորմալ, աներևակայելի տանջանքներն է ինքը իր կնոջից իրեն պահանջել։ Եվ երբ 20-րդ դարաշրջանում մի ավստրիացի հոկեբան տեսնում է դրա գրական ժառանգությունը, շուտ դիագնոզ է տալիս դրան, որ սա հոգեպես նորմալ մարդու գրած բան չի, եւ այդ Զախեր Մազոխի շնորհիվ փաստորեն առաջանում է մազոխիզմ եզրույթը։ Մազոխին տերմինը, մազոխին հիվանդությունը, ինչպես ուզում եք անվանեք, եւ աշխարհը իմանալով ինչ բան է մազոխիզմը, իհարկե պարտական է այսօրվա բանդերականների պապերին, նախապապերին։ Անմեղսունակ ժողովուրդ են բանդերականները, տեսեք, պատերազմ եղավ վերջերս բանում, Իրանում, Իսրայելը եւ Ամերիկան հրահարեցին այդ պատերազմը, որը այսօր կասեցված է, հուսանք վաղը կշարունակվի եւ կավարտվի մեր սրտի ուզած արդյունքով։ Ուրեմն տեսեք, իսրայելցիները, որքան է ասենք սիոնիստ են, երեսարած են, համբուրգած են, իրենց թույլ չտվեցին անցնել ինչ-որ կարմիր գծեր պատերազմի ժամանակ, նույնը ամերիկացիք։ Օրինակ, ոչ մի էլեկտրակայան չվնասվեց Իրանում։ Ինչու՞։ Որովհետև Իրանն է կվերացներ Իսրայելի էլեկտրակայանները, իսկ Իսրայելը սնում է ընդամենը 5 էլեկտրակայան։ Եթե այդ 5-ը վերացվի, Իսրայելը կհայտնվի քարեդարում եւ կմնա առանց խմելու ջրի, քանի որ Իսրայելը իր մաքուր ջրի 80%-ը մաքրում է։ Հատուկ գործարաններ ունեն, ստանցիաներ են, ինչ-որ ջուր են մաքրում, ծովից վերցնում եւ օգտագործում։ Ոնց որ Դուբայում կամ դարապես այդ Պարսից ծոցի հարուստ միապետություններում։ Հետևաբար Իսրայելը այդքան խելք ունի, որ չի դիմի այն բանին, որի պատասխանին ինքը չի դիմանա կամ ավելի շատ տուժի, քան Իրանը։ Բանդերականները արդեն 5-րդ տարին է պատերազմի մեջ են ռուսները, բայց անգամ այդ պրիմիտիվ պարզ օրենքը ի վիճակի չեղան ըմբռնել եւ հետևել։ Օրինակ ինչ ասել է դրոններ ուղարկել միջուկային գերտերության առաջնորդի նստավայրի վրա։ Դա ապացուցված փաստ չէ, երբ Վալդայում դրանք 10-15 դրոն էին ուղարկել եւ սիմ քարտերով պարզեցին եւ ապացուցեցին, նաեւ ամերիկյան ռազմական ատաշեին ցույց տվեցին, որ իրոք այս դրոնը գնում էր Վլադիմիր Պուտինի նստավայր, որտեղ այդ շաբաթ կիրակի Պուտինն անցկացնելու էր իր հանգիստը աղջիկների ու թոռների հետ։ Ինչ պետք է հետևեր Ռուսաստանի կողմից։ Իհարկե պետք է հետևեր սիմետրիկ պատասխան, այսինքն պետք է վերանար Զելենսկին իր նստավայրով, իր գերդաստանով, շատ այլ բան։ Ավելին միջուկային տերության առաջնորդի սպանությունը կամ մահափորձը դա արդեն լեգիտիմ հիմք է տալիս միջուկային պատասխանի։ Այսինքն
Կամ ինչ են անում բանդերականները, խոսում են Զապորոժիեի ատոմակայանը, չմտածելով, որ ռուսները կարող են խոսել նրանց, ասենք, այդ ատոմակայանը, ասենք, Վոլինում, Ռովնո քաղաքի ատոմակայանը, եւ ինչ կլինի այդ դեպքում Եվրոպայի վիճակը, չեմ խոսում բանդերական մարզերի մասին, այսինքն սրանք են, այն անեղծունակ են, որ անգամ պատերազմ անելիս չեն կարող մնալ մեղսունակության սահմաններում։ Չեն կարող։ Իրենք հարվածում են, փորձում են խոսել Պուտինի նստավայրը։ Եվ նրանց վերջի չի, թե ինչ պատասխան կստանան։ Նրանք խոսում են ատոմակայան, առանց մտածելու, թե դրա հետևանքը ինչ կարող է լինել։ Դե ռուսներն իհարկե համբերատար են, բայց յուրաքանչյուր համբերության բաժակ վերջ ունի, չէ՞, անսահման չէ։ Եվ ինչևէ, սրանք վերջի կաթիլի հույսով եւ վերջի կաթիլը հետաձգելու մոլուսկով ապրող ժողովուրդ են։ Բայց ինչու բանդերականները փչացան։ Մի երկու բան այս մասին ասեմ եւ ասեմ բուն թեմային։ 14-րդ դարում չկար միասնական ռուսական պետություն, ինչպես եւ ողջ Եվրոպայում մեկ։ Ֆրանսիան միասնական չէր, Անգլիան միասնական չէր։ Նույնպես Անգլիան արդեն միասնական էր, Շոտլանդիան էր մնացել։ Ու Իռլանդիայի մի մասը։ Գերմանիան տասնյակ պետություններից էր բաղկացած։ Բայց նույնը Ռուսաստանը չկար միասնական պետություն, կային ռուսական իշխանապետություններ, Պսկով, Նովգորոդ, Մոսկվա, Կիև։ Եվ կար հարավ Գալիսիայի ռուսական պետություն, տենց է կոչվում էր Յուժնորուսское княжество, հարավ ռուսական պետություն, որի իշխանին Դանիելին, որը Ռյուրիկովիչների դինաստիայից էր, բնականաբար, Վատիկանը եւ հարևան երկրներ համոզում են, թե ախպեր արի կաթոլիկ դարձի, Հռոմի պապն է քեզ թագավոր կնշանակի, թագավորի ստատուսով կապրես։ Այս աղմախը համաձայնում է անձամբ եւ իր ժողովրդին դարձնում է կաթոլիկ, բռնի ուժով։ Հռոմի պապը նրան շնորհում է Գալիսիայի թագավորի դիսկոտ եւ մի քանի տարուց այդ պետությունը դադարեց գոյությունը։ Դրանք ուտվեց Լեհաստանը։ Կիևը բաժին ասավ լիտվացիներին։ Ողջ արևմտյան Ուկրաինան այսօրվա դարձավ Լիտվայի եւ Լեհաստանի բաժինը։ Հետո Լիտվան եւ Լեհաստանը միասան ինչ-որ աննորմալ կոնֆեդերացիա ստեղծեցին, Ռեչ Պոսպոլիտա, որ իր հերթին 1772-ին Եկատերինան իր ավստրիացի եւ գերմանացի գոլեգաներին ուղղակի վերացրեց։ Ուրեմն 14-րդ դարից տեղի ռուսներին, Գալիսիայի ռուսներին սկսեցին սրսկել հակառուսականությունից լեհը։ Հետո ավստրիացիները սրանց սկսեցին սրսկել հակալեհականություն եւ հակառուսականություն եւ արդեն նաեւ անտիսեմիտիզմ, հակասեմիտականություն։ Հետո արդեն 19-րդ դարում, 20-րդ դարի սկզբին հայտնվեցին գերմանացիները։ Առաջի ուկրաինական հանրապետությունը 18 թվականին ստեղծած Բրեստ-Լիտովսից հետո դա զուտ գերմանական պրոյեկտ էր։ Վերցրեցին այդ տարածքները, ինչ-որ մի աննորմալ ուկրաինական ժողովրդական հանրապետություն ստեղծեցին։ Հետո Գերմանիայի պարտությունից հետո բանդերականների պապերը, ասին, այդ ժամանակ արդեն ուկրաինացի էին կոչվում։ Ուկրաինա դա ավստրիական տոպոնիմ է։ Լեհական ծագում ունի, բայց ավստրիացիները ամրագրեցին դրանց վրա։ Հետո ինչ եղավ, հետո երբ քաղաքացիական պատերազմի ընթացքում ռուսները սկսեցին ինտերվենտներին քշել իրենց երկրից, Պետլյուրա կար, Սիմոն Պետլյուրա,
Եվ Գետնես Կարապասկի դրանց պաշտոնները հիմա հայական չեն, բայց նրանք էին առաջնորդում այդ հայտարարական հանրապետությունը, դիմեցին լեերին, թե եկեք Կիևը վերցրեք ձեզ, ռուսներին հանկարծ բանին չհասնի, լեերին եկան, ապագա մարշրուտ ուղղարկեցին լեերին, քշեցին դեղից մինչև Վարշավա, Վարշավայում պարտվեց։ Հետո համադրեցին, թե սովետական Ռուսաստանը հարձակվում է խեղճ Լեհաստանի վրա, նոր դեմոկրատական Լեհաստանի վրա, եւ հետ չէին մտածում, թե լավ, Թուխաչեսկու զորքերը ինչ գործ ունեն Վարշավայի մատուցներում։ Մի տեղից քշել է, չէ, որտեղից է քշել, Կիևից։ Ինչևէ, կարելի է հասկանալ բանդերականների ամերսունակությունը։ 700 տարի, 7 դար, այդ մարդկանց ծրսկել են, այդ մարդկանց ծնել են հակառուսականության ամենաթունդ, ամենաայլանդակ վիրուսներով։ Եվ երբ այսօր այդ ազգի գենոֆոնդի մեջ պահպանվել է այդ իրացիոնալ ռուսոֆոբիան, դա պետք է հասկանալ։ Այդպես ասեմ, բանդերականության եւ քաղաքական ուկրաինականության ամենալավ գիտակը աշխարհում ինձ թվում է մեր Սերգեյ Կուղինյանն է։ Նա ունի լուրջ աշխատություն, մի քանի հատորանի եւ նկարել է մի 10 թե 10-ից ավելի ֆիլմեր, որտեղ ներկայացնում է եւ բացատրում եւ ապացուցում է ուկրաինականությունը որպես քաղաքական կոնստրուկտ։ Եվ կարծեմ այդ ցիկլը կոչվում է «Ուկրաինստվը как конструкт»։ Խորհուրդ կտամ հետաքրքրվածներին այդ ցիկլը դիտեն եւ շատ բան կիմանան։ Հիմա այդ են բանդերականները։ Նրանց դաժանությունը, նրանց անմարդկայնությունը ոչ ոք չունի, ու չկա աշխարհում հավասարը, նրանց անմեղսունակությունը ոչ ոք չունի։ Հա, նոր ասեցի, որ 20-րդ դարում դրանք արդեն գերմանական ազդեցության տակ էին, եւ հատկապես դա ի հայտ եկավ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ստեփան Բանդերան, որը անձամբ Հիտլերի խնդրանքով չգնդակարվեց 1935-ին, այլ դատապարտվեց ցմահ Լե նախարարի սպանության համար։ Դա չեղած բան էր պատմության մեջ, երբ տերորիստը բանդերական սպանում է պետության նախարարի ներքին գործերի եւ կախարան չի գնում 30-ականներին։ Անձամբ Հիտլերի խնդրանքներ Յուզեֆ Պիլսուդսկուն Լեհաստանի առաջին նախագահի, որ դրան չվերացնեն։ 39 թվին ռմբակոծում է Բանդերայի բանտը, նա ազատություն է ձեռք բերում եւ սկսում է իր գործունեությունը հակառուսական եւ հակալեհական արդեն գերմանական հովանու ներքո։ Եվ լեերի ազգային ողբերգությունը Վոլինի այդ եղերնը, որ ընթացքում 30,000 լե սպանվեց եւ մի քանի հազար հայ, մենք ունենք 6 հայկական գյուղ այդ տարածաշրջանում, որոնք բանվորների գյուղեր էին, իսպար վերացան այդ գյուղերը իրենց հայկական բնակչությամբ։ Հայերը այդ մասին չգիտեն կամ եթե գիտեն, ձեն չեն հանում, ասում են դե հիմա մենք հայրիկյան պավերևոնց կարող է բանդերականներին վատ բան ասի։ Երբ նույն արյունից են, նույն միսոարյունից են նրանք ստեղծված, ուղղակի տարբեր ազգերից։ Երբ Գեբելսին զեկուցում են դրանց արասները, բանդերականների վայրագությունները, եւ Վոլինի եղերնի ժամանակ Գեբելսն ապշում ասում, ախպեր, մենք սենց բաներ, մենք որ մենք ենք սենց բաներ, մեր մզկով չեր ասի, ինչ էին անում բանդերականները, քանի որ շատ բարի մեծահոգի են, երեխա չէին սպանում։ Նրանց ուղղակի կապում էին ծառերին, որ գիշերները դե ասենք շակալները, հիենաները, հա, գայլեր այդ երեխեքին ուտեն, միաժամանակ պարենային հարց են լուծել ուկրաինական անտառներում։ Դա են բանդերականները։ Եվ այսօր նոր Հայաստան է ժամանում, բանդերականների այսօրվա պարագլուխը
կոկայինի վրա պին նստած եւ նախկին կողոն Թամադա, որը մինչև նախագահ ընտրվել է Ռուսաստանից դուրս չէ գալիս, Թամադա էր աշխատում հարսանիքներին, կորպորատիվներին եւ փող էր բանանում։ Ժամանել է Երևան, ինչ-որ եվրոպական հանրույթ է կոչվում, չէ, եվրոպական համայնքի ղեկավարների հանդիպանը։ Զվարթնոցում դրան դիմավորեց Նոր Հայաստանի ականավոր թափտպուկ Սիմոնյան Ալենը։ Դե այսօր վաղը կհանդիպի եւ երևի համատեղ կոկային քաշելու սեանս կանցկացնեն Ժողով վարչապետի եւ նրա պլանչյա շրջապատի հետ, կկիսվեն իրենց հակառուսական տրամադրություններով, հակառուսական պլաններով եւ սպասենք, թե ինչ է նստելու սա Մեծ Հայաստանի, այլ Նոր Հայաստանի Ժողով վարչապետի վրա։ Զելենսկուն Երևան հրավիրելու առիթով ընդամենը մի բան եմ ուզում ասել, որ հայերը երբեք, անգամ նախկինների ժամանակ չեն եղել պարկեշտ դաշնակից Ռուսաստանին, չեն եղել։ Միշտ ավելի շատ են պահանջել դաշնակցից, կամ պատրաստ են եղել իրենք տան։ Օրինակ նախկիններն ասում էին, թե մի գիտեք ինչ կա, մենք հո պարտավոր չենք, մենք հո դատապարտված չենք ռուսների թշնամիներին թշնամի լինել։ Չէ, մի եղեք թշնամի ռուսների թշնամիներին, բայց գոնե բարեկամ հարազատ մի եղեք։ Այսօր Նոր Հայաստանն ամեն ինչ արել է, որ Վլադիմիր Պուտինի ոտքը կտրի Հայաստանից, այդ իրանց Ռոմի ստատուտին միանալով, այդ միջազգային քրեական դատարանը, բայց Զելենսկի է հրավիրում, իսկ ով է Զելենսկին։ Զելենսկին ինքը չէ, ինքը Կարգին Հայկոյի պես մի անլուրջ բան է, բայց այն ռեժիմը, որը Զելենսկին է գլխավորում, Ռուսաստանի թիվ 1 թշնամին է։ Ռուսներին ցեղասպանության ենթարկած ազգի եւ պետության առաջնորդն է։ Ժողով վարչապետ Փաշինյանը տեղյակ չէ այդ մասին։ Օդեսայի դեպքերից է անտեղյակ, Վոլինի դեպքերից է անտեղյակ, 6 հայկական գյուղի հետ միասին։ Այն ինչ կատարում է Դոնբասում 5000 քաղաքացիական բնակիչ սպանվեց, դրանից է անտեղյակ։ Դե տեղյակ չէ, որ ուկրաինական ռեժիմը կատարյալ նացիստական ռեժիմ է։ Նազիզմը պոզով պոչով ալինում 21 թվին Զելենսկին ասում էր դիմելով Դոնբասի բնակիչներին, եթե դուք ձեզ ռուս եք համարում, դուք պիտի թողնեք հեռանակետ երկրից։ Եթե սա նացիզմի դրսևորում չի, ապա ինչ է։ Եվ ընդունում են մի վիժվասկի, նացիստական ռեժիմի պարագլխի, ամեն ինչ անում են Պուտինը Հայաստան չգա, բայց այնքան սրանք տկետ եւ բութ են։ Չգիտեմ, որ այս հողը, ընդհանրապես այս հողի հետ, այս հողի սեփականության վկայական հետ իրանք աղերս չունեն։ Կադաստրի վկայականը իրենց մոտ չի, իրենցը չի, իրենց անով չի։ Զելենսկի են ընդունում եւ կազմակերպում են նորագույն պատմության մեջ երևի համաշխարհային մասշտաբով եմ ասում ամենախոշոր հակառուսական շաբաշներից մեկը մասնակցելու 50 պատվիրակություն 50-ից 50-ը կատարյալ ռուսացիաց ռուսաֆոբ Զելենսկին էլ հետները եւ սա մի քանի երևի մի երկու շաբաթ առաջ պարլամենտում էր ասում մեր եղբայրական հարաբերությունները ռուսների հետ, մեր եսիմ, այդ թողա դու ազգ ես, դու պետություն ես, թե հերմաֆրոդիտ ես ալա։ Դու ոնց կարող ես եղբայրական, պարզա դու ստում ես։ Դու քո էշալով, դու Պուտինին ես խափում, թե դες Վլադիմիր Վլադիմիրովիչ ջան, մենք ինչ ենք եսիմ պարլամենտում ասում են, որ մենք եղբայրական ժողովուրդներ ենք, եղբայրական պետություններ, ում ես դու խափում, արա KGB-ի, PGU-ի գնդապետի, հա։ Ինչևէ, տեսնենք, թե շաբաշը ոնց կընթանա, ինչպես կավարտվի, դեռ շատ խայտարակություններ պիտի կան Հայաստանի օդը կեղտոտեն։ Մակրոնն է գալիս, կգալի ճիշտ մարդու հետ, ով ասես չի գալիս, դուսն է այսօր եկե, Լեհաստանի, Կանադայի թափտպուկն է եկե, ինչևէ,
հետևենք իրադարձությունների զարգացմանը եւ սպասենք Վլադիմիր Պուտինի պատասխանին Նոր Հայաստանի ժողովարդչապետ Փաշինյան Նիկոլին։ Պատասխանը շատ չի ուշանա։ Հունիսի 7-ին 7-ից հետո մենք դա կտեսնենք, թեպետ ճտերի նաշնուն են հաշվում, բայց հունիսի 7-ին հաշվելու բան կունենանք։ Առայժմ այսքանը, նորից հիշեցնեմ, որ շատ եմ խնդրում բաժանորդագրվեք իմ տելեգրամյան եւ յութուբյան ալիքներին, եթե ուզում եք, որ մենք շարունակենք շփվել։ Լավ մնացեք։